կառավարման աշխատանքներն են եւ ցանկանում եմ նշել, որ արդեն այս պահի դրությամբ արդեն իսկ շուրջ 600 համայնքի կադաստրային բնակավայրի կադաստրային քարտեզներ ենթարկվել են որոշակի հնարավոր մաքսիմալ այն ուղումներին, որոնք որ մենք կարողանում ենք այս պահի դրությամբ կառավարության որոշման շրջանակներում 698 շրջանակներում իրականացնել։ Կադաստրի կոմիտեի կողմից նաև մշակվել եւ ներդրվել հասցեների միասնական ռեեստրը, որը թույլ է տալիս համայնքների հետ շփվել արդեն բացառապես էլեկտրոնային ծրագրի շրջանակներում եւ համայնքները հասցեավորման որոշումներ կայացնելուց առաջ համապատասխան հայտ են ներկայացնում կադաստրի կոմիտե եւ դրանց վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություններից հետո տրվում են եզրակացություններ։ Ցանկանում եմ նշել, որ 24 թվականի ավարտին համայնքների համար ակտիվացվել է նաև հասցեավորման էլեկտրոնային հարթակը, որը իր մեջ ներառում է քարտեզագրական բաղադրիչ, որի վրա տեղադրված են բոլոր այդ պայդրությամբ գործող հասցեները, եւ սա եւս մեկ անգամ օգնում է ավելի վիզուալ մակարդակում հասցեավորման գործողությունը ավելի ճշգրիտ իրականացնելու համար։ Ցանկանում եմ նշել, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում տարածական տվյալների ենթակառուցվածքի համակարգին, որի վերաբերյալ ինչպես գիտեք օրենսդրությունը ընդունվել է 23 թվականի սկզբին եւ սկսել է գործել օրենսդրությունը, մենք շարունակել ենք նաեւ այստեղ համապատասխան ստանդարտների մշակման հետ կապված աշխատանքների ավելի ակտիվացմանը, քանի որ շատ կարեւոր է, որպեսզի տարածական տվյալների ինտեգրման ժամանակ յուրաքանչյուր տեղեկատվություն լինի կազմված որոշակի ստանդարտին համապատասխան, որպեսզի հնարավոր լինի դրանք ինտեգրել մեկ միասնական համակարգի ներքո եւ մենք 22-23 թվականներին կորեական Elix ընկերության հետ համատեղ մշակել էինք 12 ազգային ստանդարտներ, որոնք արդեն էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերների աջակցությամբ ներառվեցին ստանդարտների տարեկան ծրագրում եւ արդեն իսկ այդ ստանդարտները հաստատված են եւ 25 թվականի հունվարի 1-ից գործում են այդ ստանդարտները, դրանք օդային լուսանկարներին վերաբերվող են, ռելիեֆին վերաբերվող են, հասցեավորմանը վերաբերվող են եւ այլ ուղղություններով։ Հաջորդ գործողությունը, որը մենք իրականացրել ենք 24 թվականին, դա ինքնակամների հաշվառման ծրագիրն է եղել եւ 24 թվականին արդեն իսկ վերջնական գյուղական բոլոր գյուղական բնակավայրեր պարունակող խոշորացված համայնքները եւս ավարտվել է ինքնակամի հաշվառման հնարավորությունը եւ տեղեկատվական շտեմարան մուտք է եղել ամբողջ 24 թվականի համար 7150 հաշվառման փաթեթ եւ ըստ էության ամբողջական եթե նշենք այս տարիների ընթացքում սկսած 22 թվականից հաշվառվել է ընդհանուր առմամբ շուրջ 70,000 ինքնակամ շինություն, բայց միևնույն ժամանակ մենք տեղյակ ենք, որ առկա են բազմաթիվ դեպքեր, որոնք չեն հասցրել բնակիչները հաշվառել եւ սրա վերաբերյալ մենք ունենք ընթացիկ քննարկումներ հասկանալու համար, թե ինչ հնարավորություններ կարող են այստեղ լինել կամ չլինել որևէ հնարավորություն։ Կադաստրի կոմիտեի կողմից 24 թվականին սպասարկվել է այսինքն քաղաքացիների կողմից դիմումներ ենք ստացել եւ պետական ու համայնքային մարմինների կողմից դիմումներ ենք ստացել եւ սպասարկել թվով շուրջ 955,000 դիմումներ, որոնք համեմատած նախորդ տարիների համեմատ բավականաչափ մեծ քանակությամբ աճ է գրանցել եւ եթե նշենք 23 թվականին, ապա դիմումների քանակը եղել է ստորաբաժանումների կողմից 70 շուրջ 9000 դիմում եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից շուրջ 87,000 դիմում, 22-ին ավելի պակաս քանակությամբ են եղել այդ դիմումները եւ 24 թվականին ես շատ կարեւորում եմ նաեւ շեշտել այն հանգամանքը, որ մենք միևնույն հաստիքային միավորներով, այսինքն մենք որևէ ձևով որևէ հաստիքային միավոր չենք ավելացրել, շարունակել ենք սպասարկել համապատասխան դիմումները ժամանակի եւ շուրջ 955,000 դիմում ենք սպասարկել, որը աննախադեպ է եղել կադաստրի կոմիտեի ամբողջ պատմության ընթացքում։
24 թվականի փետրվարի 23-ին ընդունվել է կառավարության որոշում էլեկտրոնային փաստաթղթերի ներկայացվող պահանջները սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշում, սա ինչ է իրենից ներկայացնում, մենք շատ կարևորում ենք այս որոշման ընդունումը, սա իրենից ներկայացնում է մի գործողություն, որ մենք երբ որ ուշադրություն ենք դարձնում թվային ծառայությունների զարգացմանը, շատ պետք է ուշադրություն դարձնենք նաև կադաստրի կոմիտե ներկայացվող փաստաթղթերին եւ դրանց վստահ լինենք, որ այդ փաստաթղթերի վրա որևէ արտաքին գործողություն կամ միջամտություն կատարված չէ եւ մենք համապատասխան օրենսդրության ընդունումից հետո հաստատեցինք նաև կարգը եւ սրանով համաձայն այս կարգի համապատասխան արդեն յուրաքանչյուր իրավահաստատող փաստաթուղթ, որը տրվում է համայնքների կողմից, տրվում է նոտարների կողմից, տրվում է պետական մարմինների կողմից, յուրաքանչյուր իրավահաստատող փաստաթուղթ նախապես տվող այդ մարմնի աշխատակցի միջոցովներ է բեռնվում էլեկտրոնային համակարգ եւ յուրաքանչյուր փաստաթուղթ ստանում է կոնկրետ ծածկագիր, որով մենք կարողանում ենք բազայում նույնականացնել եւ վստահ լինել, որ այդ փաստաթուղթը տրվել, կազմվել, հաստատվել է համապատասխան այն մարմնի կամ այն նոտարի կողմից, ով որ է բեռնել համապատասխան հարթակ։ Ինչպես նաև փոփոխություններ կատարվեցին անշարժ գույքի վրա սահմանափակումների կիրառման այդ ամբողջ գործընթացի մեջ եւ համապատասխան ուժային կառույցներին եւ այն մասնագետներին, ովքեր որ իրենց գործառույթի շրջանակում ունեն հնարավորություն գույքի վրա սահմանափակում կիրառելու, իրենց համար եւս մենք տվեցինք թվային գործիքակազմ, այդ թվում էր ՊԵԿ գործընկերներին, քննիչներին, ԴԱՀԿ մեր գործընկերներին եւ իրենք արդեն որոշում կայացնելուց առաջ հնարավորություն ունեն էլեկտրոնային համակարգով ստուգել գույքի առկայությունը եւ որոշումները կայացնելուց հետո, եթե կարիք կա գույքը սահմանափակման տակ ներառելու, ապա անմիջապես այդ էլեկտրոնային համակարգով ներկայացնում են համապատասխան որոշումը համապատասխան հասցեի վրա եւ դա ավտոմատ արդեն գալիս է եւ կցագրվում է կադաստրային գործին, որը թույլ է տալիս արդեն եթե կա սահմանափակում անմիջապես այդ սահմանափակումը արտապատկերել կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարաններում եւ ձեռնպա մնալ ոչ ճշգրիտ տեղեկատվության տրամադրման իմաստով։ Այստեղ կա մեկ խնդիր, որի վերաբերյալ մենք շարունակական աշխատանք ենք տանում, դա նախորդ ժամանակաշրջաներում կիրառված արգելանքները ֆիլտրելու, մաքրելու եւ դրանք հստակ գույքերի վրա տեղայնացնելու աշխատանքն է, որի ուղղությամբ բոլոր մարմիններում, այդ թվում եւ կադաստրի կոմիտեում աշխատանքները շարունակվում են եւ դրա համար սահմանված վերջնաժամկետ կա ըստ ընդունված օրենսդրության։ Շատ կարևորում եմ նաև նշել, որ ես նշեցի, որ մենք նույն հաստիքային միավորներով հնարավորություն ենք ունեցել սպասարկել անհամեմատ ավելի մեծ քանակությամբ դիմումներ, ես օրինակ եթե բերեմ 2020 թվականի, 2019 թվականի օրինակները, ապա այդ ժամանակահատվածում մենք սպասարկել ենք շուրջ 556 հազար դիմում տարեկան կտրվածքով, բայց 2024 թվականի ես նշեցի, որ սպասարկել ենք 950 հազար դիմում եւ ինչպես է սա մեզ հաջողվել, մենք ներ ենք դրել տարբեր թվային գործիքներ, ներ ենք դրել էլեկտրոնային համակարգեր, որոնք որ թույլ են տալիս արդեն ավելի սահուն եւ ավելի ճշգրիտ իրականացնել մեր գործառույթները։ Մի օրինակ բերեմ, օրինակ հենց MAP Armenia.am հարթակը, որտեղ 2000-ները դրվել համակարգը 22 թվականի, եթե չեմ սխալվում, կեսերին, 23 թվականին ամբողջ այցելությունների քանակը եղել է 28900 այցելություն, 24 թվականին այդ թիվը գերազանցել է 153,000 այցելությունը, այսինքն մենք այստեղ տեսնում ենք անհամեմատ աճ համակարգերից օգտվելու կադաստրի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակը, որով հնարավոր է յուրաքանչյուր տեսակի դիմում, որ ֆիզիկապես մարդը կարող է ներկայացնել գրասենյակում եւ ստանալ պատասխան համապատասխան էլեկտրոնային համակարգի միջոցով SMS հաղորդագրությամբ, ես ուզում եմ նշել, որ e-cadastr.am հարթակը այդ բոլոր գործիքակազմը ունի եւ այդտեղ կա նաեւ թվային էլեկտրոնային ստորագրությամբ նույնականացվելու հնարավորություն եւ այստեղ մենք ունեցել ենք 2019 թվականին ունեցել ենք 255,000 այցելություն, 2024 թվականին այդ թիվը 1,300,000-ից ավել է, այսինքն սա եւս ցույց է տալիս, որ քաղաքացիները անհամեմատ անընդհատ տարեստարի շարունակում են ավելի շատ օգտվել մեր էլեկտրոնային համակարգերից։ Նաև կուզենայի նշել մեկ կարևոր ցուցանիշ, որ աշխատողի արդյունավետությանն է վերաբերվում, եթե մենք 2000 օրինակի համար 15 թվականին հավաքագրել ենք ընդհանուր առմամբ բոլոր ծառայությունները միասին 4 միլիարդ դրամ
ես նշեցի, որ 2024-ին մեր ծառայությունների դիմաց հավաքագրվել է 8.7 միլիարդ դրամ, ավելի քան 8.7 միլիարդ դրամ, ապա եթե այս գումար հենց բաշխենք մեր աշխատակիցների արդյունավետության վրա, մենք կտեսնենք, որ արդյունավետությունը 2015 թվականին կազմել է մեկ աշխատակցի համար 18.900 դրամ, իսկ 24 թվականի համար 36.800 դրամ, մեկ աշխատակցի մասով։ Այսինքն վճարների չափերը անփոփոխ մնալու պարագայում է, թե չէ, արդեն մենք հաշվում ենք հետևյալ հաստիկային միավոր, եթե մենք վերցնենք զուտ զբաղեցրած հաստիկային միավորները, ապա այդտեղ ավելի մեծ արդյունավետություն է ցուցաբերել մեկ աշխատակից, այսինքն ամբողջ համակարգը աշխատել է, պետական բյուջե վճարվել են ծառայությունների վճարներ, տեղեկատվություններ ենք վաճառել քաղաքացիներին եւ այլ, եւ դրա արդյունքում մեկ աշխատակից նախկինում բաժանած ընդհանուր մուտքերի վրա կարողացել է մուտք անել 18.000 դրամ, 24 թվականին։ Այդ բարձը չէ, Արսեն Թոմասյան, նկատի ունեմ ամեն աշխատողին բաժին ընկնող վճարների չափը, որ ավելացել է, դա քանակի հաշվին ավելացել, թե ծառայությունների վճարն է վերանայվել։ Մենք ներ ենք դրել ծառայությունների վճարները բովանդակային առումով չի թանկացել, բայց մենք ներ ենք դրել նոր գործիքակազմեր, օրինակ ինքնաշխատ տեղեկատվության ստացման գործիքակազմ, որը թույլ է տալիս անմիջապես մեր բազայից հենց այս պահին կատարել վճարում, եթե չեմ սխալվում 300 դրամը մեկ տեղեկատվության վերաբերյալ եւ ստանալ ամփոփ տվյալներ գույքի վերաբերյալ, որից քաղաքացիները շատ օգտվում են, դրանից օգտվում են անշարժ գույքի գնահատողները, դրանից օգտվում են բանկերը, բոլոր այն մարդիկ, ովքեր որ ուզում են օրինակ կադաստրային արժեքի վերաբերյալ, գրանցված իրավունքների վերաբերյալ տվյալներ ստանալ։ Նաեւ տարածական տվյալների օրենքի ընդունմամբ մենք այնտեղ եւս ծառայությունների մատուցման որոշակի հնարավոր այլ տարբերակներ ենք ներմուծել եւ սրա հետևանքով, այսինքն բովանդակային առումով այս գումարի մեջ մեծ թիվ է կազմում իրավունքի պետական գրանցման եւ միասնական տեղեկատվության տրամադրման կտորը, բայց այնուամենայնիվ այն տեղեկատվությունը, որը վերաբերում է տարածական տվյալներին, դա եւս տարի ամեն տարի աճ է գրանցում։ Իհարկե, այստեղ շատ կարեւոր է շտեմարանի թարմությունը եւ շտեմարանի ինտեգրվածությունը այլ ենթակառուցվածքների հետ։ Մենք ինչքան թարմ պահենք այդ շտեմարանը թե օդային լուսանկարներով, թե ենթակառուցվածքների իմաստով, այնքան այդ համակարգերից օգտվողների քանակը կավելանա, այնքան այդտեղից պետական բյուջեի մուտքերը կավելանա, որովհետև յուրաքանչյուր ներդրող, յուրաքանչյուր քաղաքացի կունենա մեկ վայր, որտեղ կկարողանա ինտեգրված տեղեկատվություն ստանալ եւ այդ ինտեգրված տեղեկատվության հիման վրա պլանավորել իր հետագա բիզնեսը։ Այսինքն մենք այստեղ շատ կարեւորում ենք հենց տարածական տվյալների շրջանակում թեմատիկ եւ բազային շերտերի հստակ ինտեգրվածությունը ստանդարտներով համապատասխան մեթոդաբանությամբ։ Իսկ ես նշեցի, որ բազայինի վերաբերյալ մենք հաստատել ենք նաեւ ազգային ստանդարտներ։ Եվ համապատասխանաբար մեկ ցուցանիշ եւս կուզենայի նշել շատ կարեւոր մեզ համար, որ ընդհանուր առմամբ 2019 թվականին կադաստրի կոմիտե հասցեագրված ամբողջական դիմումների մոտավորապես, այսպես ասած, մի քանի տոկոսն է, ոչ ավել քան 3% է եղել էլեկտրոնային համակարգերի օգնությամբ, եւ մենք այս ցուցանիշը ավելացնելով 2024 թվականին 955,000 դիմումների 45%-ը, որը կազմում է շատ մեծ թիվ, մենք ստացել ենք բացառապես էլեկտրոնային համակարգերի օգնությամբ։ Այսինքն այն 3% մոտավորապես ցուցանիշը մի քանի տարիների ընթացքում մենք թվայնացման եւ համապատասխան հնարավորությունների, բարեփոխումների, նոր գործիքակազմերի ներդրման միջոցով կարողացել ենք հասնել 45%-ի, իսկ մեզ մոտ թղթային պատասխան շարունակում է մնալ բացառապես մեկ դիմումի տեսակ, դա իրենից ներկայացնում է արխիվային գործից կնքված պատճեի տրամադրումը, որը պահանջում են ուժային կառույցները, դատարանները եւ այլ, այսինքն մեր գրասենյակներում եւս չկա մի այնպիսի մեր տրված պատասխան, որի կարիքը թղթային հենց անմիջապես գրասենյակից ստանալն է, բացառությունը միայն այդ արխիվային գործից պատճեների տրամադրումը։ Նաեւ կուզենայի մակնշել մեկ կարևոր գործիք, որը ներդրվել 24 թվականի ավարտին, դա անձնական գրասենյակն է icadastr.am կայքում, ներկայդրությամբ, երբ որ քաղաքացին մուտք է լինում
խիստ նույնականացումով կամ ESM-ով կամ համապատասխան ID քարտի կիրառմամբ կամ SIM քարտի կիրառմամբ, այնտեղ յուրաքանչյուր քաղաքացու նույնականացումից հետո մենք պատկերում ենք բոլոր գույքերը, որոնք որ պատկանում են այդ քաղաքացուն, այնտեղ ունենք հետադարձ կապի հնարավորություն, որովհետև մեր բազաները եւս ունեն խնդիրներ ոչ այդքան որակով ժամանակին մուտքագրումների պատճառով, քաղաքացին ունի հնարավորություն հաղորդագրություն թողնել, որ բացակայում է գույք կամ արտապատկերված է մեկ գույք, որը իրեն չի պատկանում, մենք դրա միջոցով նաև ֆիլտրում ենք այս տեղեկատվությունը, նաև այդտեղ ինտեգրված են այն գործիքները, որ եթե քաղաքացին ընտրում է գույքը, անմիջապես բացում է այն բոլոր դիմումների տեսակները, թե ինչ տիպի դիմում կոնկրետ այդ գույքի վերաբերյալ քաղաքացին ուզում է ներկայացնել, համապատասխանաբար լրացնելով պահանջվող տեղեկատվությունը, որը նախկինում քաղաքացին պետք է ձեռքով լրացներ։ Այսինքն այս գործիքակազմը եւս մենք հույս ունենք, որ կօգնի, որպեսզի մեր քաղաքացիները չծախսեն այն ժամանակը խցանումների մեջ կամ համապատասխանաբար խնայեն իրենց այդ միջոցները, որովհետև թե գումարը, թե ժամանակը ծախսում է, երբ որ հասնում են գրասենյակ եւ այնտեղ որևէ ծառայություն են ստանում եւ հորդորել հենց նույն ծառայությունը նույն միջոցով էլեկտրոնային համակարգերի միջոցով ստանալ եւ մենք հանձնառություն ունենք շարունակել այս բարեփոխումներն ու բարելավումները եւ գործիքակազմերի տեսանկյունով եւ մնացած բոլոր հնարավոր միջոցառումներով։ Կարևոր մենք նաեւ ռեալիթերական օրենքի արդեն ազգային ժողով ուղարկելու process-ը, սա եւս մեկ նոր օրենսդրություն է, որով կարգավորվելու է անշարժ գույքի առուվաճառքների, անշարժ գույքի կառավարման հնարավորությունը, այստեղ մենք տարբեր գործիքակազմեր ենք ներդրել, այդ թվում եւ օրավարձով բնակարանների տրամադրման այդ կառավարման process-ը, որը այսօր մենք ունենք օրենսդրական խնդիր այն իմաստով, որ օրենսդրությունը պահանջում էր, որ պետք է կատարել իրավունքի պետական գրանցում եւ դա դիտարկվում էր որպես ստանդարտ վարձակալության գործարք, մենք այդտեղ տվել ենք հնարավորություն, որ եթե կա գույքի կառավարիչ եւ ինքը ընդունել է այդ գույքը կառավարման, ապա միայն այդ գործարքն է գրանցվելու եւ հետագայում մնացածը արդեն որպես բիզնես գործունեություն է ծավալվելու։ Այստեղ նաեւ էլեկտրոնային համակարգի ներդրման մասին է խոսքը, որը մենք արդեն ըստ հաջորդականության կշարունակենք իրականացնել, հուսով եմ այս տարի նաև էլեկտրոնային համակարգի նախնական տարբերակը կհասցնենք ունենալ։ Թերևս այսքանը հարցերի դեպքում շնորհակալություն, պարոն Թովմասյան, ռիելթորականների մասով դուք մենք անցած տարվա ընթացքում բավականին երկար քննարկել ենք, ոչ միայն ազգային ժողովում, այլև նաև 1-2 անգամ արտեղել կառավարության մակարդակով մասնակցել այդ քննարկումներին, կգա արդեն ազգային ժողով ավելի մանրամասն կներկայացնենք, որովհետև շատ կարևոր փաթեթ է։ Խնդրեմ, պարոն Թորոսյան, հարցերին աստիճան։ Շնորհակալություն։ Նաև հաշվի առնելով նախորդ մեր քննարկումը թվայնացման վերաբերյալ, ես ուզում եի ասել, թեև պարոն Թովմասյանը շատ խոսեց դրա մասին, որ եթե կադաստրում գնահատենք 10 բալանոց համակարգով ինչ թվային վիճակ ունենք, ես 8-ից 9 հաստատ կտայի։ Եվ ողջունելի է, որ թուղթը հնարավորինս քիչ է օգտագործվում եւ քաղաքացիները այո ոչ խցանումների մեջ եւ ոչ էլ ընդհանրապես հերթերի մեջ կանգնելու անհրաժեշտություն չունեն գործարքներ անելուց։ Այս մեկ, երկրորդը պարոն Թովմասյան դուք անդրադարձաք հարցին, բայց ես կուզեմ մի քիչ ավելի մանրամասն էլի խոսենք ինքնակամերի գրանցման մասով։ Ասացիք, որ 70,000 դիմում ա եղել, որոնք որ գրանցվել են։ Իսկ կա ինչ որ գնահատական, թե պոտենցիալ ինչքան կա, որ չի գրանցվել, այսինքն շատ են դրանից, քիչ են կամ մեծամասնությունը արվել է, փոքրամասնությունը չի արվել կամ հակառակը։ Եվ կադաստրի կոմիտեի դիրքորոշումը այս հարցում որն է, որ այնուամենայնիվ եթե այդ բաները կան, կառույցները ու դժվար թե քանդվեն կամ մենք ինչ որ մեխանիզմ գտնենք իրանց քանդելու։ Ճիշտը որն է, իրանք այդպես մնան օդում կախված, թե այնուամենայնիվ ճիշտ է ունենալ գրանցում, որից հետո նաև կբխի գույքահարկ եւ այլ գործարքներ անելու հնարավորություն, վաճառք եւ այլն։ Ձեր դիրքորոշումն է ուզում իմանալ։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան, իրապես շատ կարևոր թեմա է այսօր եւ բավականաչափ արծարծվող այն իմաստով, որ արկա են այո բաց թողումներ ժամկետների, որ մարդիկ օրինակ չգիտեմ ինչ պատճառներով այնուամենայնիվ չեն հասցրել հաշվառել իրենց գույքը, բայց միևնույն ժամանակ ես կարող եմ արձանագրել մեկ կարևոր հանգամանք, որ մենք դիտարկում ենք հետեւյալ տենդենսը ամբողջ տարվա ընթացքում էլեկտրոնային համակարգ մուտքագրումների հաշվառումների քանակը շարունակում է մնալ շատ քիչ, փոքր եւ միայն դեկտեմբերի կոպիտ ասած
առաջի 10-օրյակի ավարտից հետո միայն մեր քաղաքացիները սկսում են շատ ակտիվ եւ օրեկան ծավալով, ասենք կարող է որ լինի մինչեւ 1000 միավոր էլ ինքնակամ հաշվառեն։ Այսինքն այստեղ ոչ թե տեղեկացված լինելու խնդիրն է, այլ երևի թե ինչ որ այլ բան է պատճառը, որ մենք երևի թե սիրում ենք մեր գործը թողնենք ամենավերջի օրը իրականացնենք։ Սա այն իմաստով, որ համակարգերը աշխատել են բովանդակային առումով որևէ տեխնիկական խնդրեմ չի եղել հաշվառման հետ կապված, այդ թվում եւ տեղում մասնագետների, որակավորված մասնագետների պակաս չի նկատվել որևէ ընթացքով, գնահատել այսօր, թե քանի միավոր ինքնակամ շինություն չի հաշվառվել, շատ բարդ է, կարող եմ բերել երկու հիմնական պատճառ դրա։ Համար մեկ պատճառն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում եւ մի շարք բազմաթիվ կարելի ասել զարգացած պետություններում չկա պարտադիր պահանջ իրավունքի գրանցման։ Այսինքն մարդը ինքն է որոշում, երբ դիմել իր սեփականության նկատմամբ իրավունքի գրանցման համար։ Եվ եթե չկա իրավունքի գրանցման մասով պարտադիր պահանջ, ապա բնության մեջ մենք ունենք բազմաթիվ անշարժ գույքեր, որոնք ունեն իրավահաստատող փաստաթղթեր, այդ իրավահաստատող փաստաթղթերը կամ սեփականատերերի ձեռքում են, կամ համայնքային արխիվային մատյաններում են, որոնք չեն ներկայացվել իրավունքի պետական գրանցման։ Ըստ էության կա որևէ թվային գործիք, որ մենք կկարողանանք ենթադրենք 4 բենդանոց օդային լուսանկարի վրա վերլուծություն կատարել եւ որը մոտավորապես 70-80% ճշտությամբ բացահայտել շենք շինություններ, որոնք որ կադաստրի տեղեկատվական շտեմարաններում գրանցված չեն, բայց դրանցից քանի տոկոսը կլինի ինքնակամ, դա արդեն շատ բարդ կլինի դրա վերաբերյալ եզրակացություն տալ։ Հնարավոր կլինի եզրակացություն տալ համայնքային պետական հողերի վրա, այսինքն որ այդտեղ մենք վստահ գիտենք, որ չկա որևէ մեկի սեփականություն, այդ հողը փոխանցված է համայնքին, բայց դա կրկին անգամ քանի որ ամփոփ վերջնական տեղեկատվություն մեզ չի տալու, իսկ ինքը մեծ ծախսեր պահանջող միջոցառում է, այս սպային մենք նման վերլուծություն անելու կարիք չենք տեսնում։ Ինչ վերաբերում է կոնկրետ կադաստրի կոմիտեի դիրքորոշմանը, ինքնակամների հաշվառման նոր ինչ-որ փուլ լինել չլինելու հետ կապված, ապա կարող եմ ես նշել, որ սա ավելի շատ քաղաքական մոտեցման ձևակերպման խնդիր է։ Մենք ունենք բոլոր գործիքակազմը շարունակել այդ գործընթացը։ Մենք հստակ արձանագրել ենք մեկ բան եւ իմ կարծիքով սա հնարավոր չէ որևէ ձև փոփոխության ենթարկել, դա 2022 թվականից ու հետո կառուցված ինքնակամների մասին է խոսքը, դրանք օրենսդրորեն արդեն իսկ սահմանված են, որ օրինականացման ենթակա չեն եւ ես ինքս էլ լինելով թե կադաստրի կոմիտեի ղեկավար, թե որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի գտնում եմ, որ մենք պետք է վերջ տանք նման մոտեցումներին, հաշվի առնելով մեր սեյսմիկ ռիսկերը, հաշվի առնելով մեր քաղաքաշինական միջավայրի ավելի կայուն, ավելի ճիշտ տեսքին հետագայում բերելու հնարավորությունները։ Ինչ վերաբերվում է նախկինում կառուցված այն ինքնակամները, որոնք 2021 թվականի օրթոլուսանկարի վրա հստակ մակնշվում են, այսինքն փաստ է դա, որ իրենք կառուցվել են նախկինում, ապա իմ կարծիքով հնարավոր է կազմակերպել քննարկումներ այս հարցի վերաբերյալ հետագայում ավելի վերջնական ամփոփ մոտեցում ձևավորելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Թովմասյան։ Ես ճիշտն ասած այդ գնահատականը ինչի համար էի հարցնում, բայց հասկացա, ինչու փաստորեն չեն կարող նույնիսկ մոտավորապես դա տալ, որպեսզի հասկանանք, թե հարցի սրությունը, նաև որ ասիկ, որ քաղաքական որոշման հարցը ինչքան սուր է, որտեվ եթե օրինակ դիցուկ մի քանի քաղաքացի մոռացել են, շփոթվել են կամ երկրում չեն եղել ու չեն ներկայացրել հաշվառման համար, դա մի ուրիշ պատմություն է։ Եթե տասնյակ հազարավոր քաղաքացիներ դա չեն արել, էլի տարբեր պատճառով, դա մի ուրիշ պատմություն է։ Դրա համար է ուզում հասկանալ, բայց պարզ է իրավիճակը։ Ես էլ եմ կարծում, որ այդ կոշտ մոտեցումը 22-ից հետո թույլ չտալու միանշանակ պետք է պահել եւ ընդհանրապես այդ բանով տուն կառուցելու կամ տուն կամ որևէ շինություն առանց համապատասխան թույլտվությունների աչքաչափով եւ այլն պետքա դուրս գա մեր կենցաղից եւ բոլորիս մոտ էլ կարող է ժամանակին նման բաներ եղել են, եթե խնդրում եմ պարզապես, եթե նման քննարկումներ լինեն, ինչ որ բան անելու, առաջ գնալու այդ հարցում մեզ էլ ներգրավեք, որտեղ քաղաքացիները հաճախ են դիմում մեզ հենց նման հարցերով, թե արդյոք հնարավոր է նման եւս մեկ հնարավորություն տրվի, թե չէ, այս իմ ասած հիմնավորումներով։ Շնորհակալություն։
Շնորհակալություն պարոն Թորոսյան, անպայման նման քննարկումների արկայության պարագայում կդիմենք նաև ձեզ, կաշխատենք միասին։ Ես կարող եմ փորձել նաև հետևյալ տեղեկատվությունը դուրս բերել, այն է, որ Մալբերիով մենք որքան դիմում բողոք ենք ստացել քաղաքացիներից։ Չեմ կարծում, որ դրա ծավալը շատ մեծ է լինելու, բայց վստահաբար մենք ստացել ենք նման դիմում բողոքներ, եթե չեմ սխալվում, ունենք նաև դատական վեճեր, ժամկետը հարգելի համարելու, բաց թողուած ժամկետը եւ այլ եւ այլ։ Այսինքն իրականում այստեղ խնդիր կա, բայց այդ խնդիրը որքան ծավալուն է եւ որքան շրջանակ է ներգրավում, դա իմ կարծիքով ավելի ճիշտ կլինի, որպեսզի համայնքի ղեկավարները մի հատ փորձեն գույքագրել թեկուզ խոշորացված համայնք առ համայնք մոտավորապես, որպեսզի մենք կարողանանք դրա հիման վրա որևէ եզրակացություն կազմել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Դանելյան։ Հարցս հետևյալն է. Տավուշի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում հատկապես շրջելով սահմանամերձ գյուղերում մեր հայրենակիցները հետևյալ հորդորն են հաղորդում, որ Այնտեղ կան բազմաթիվ տարածքներ, որտեղ մարդիկ ունեն կադաստրի վկայականներ եւ թշնամու ուղիղ նշանառության տակ են եւ հնարավորություն չունեն այդ տարածքները մշակելու, օգտագործելու, բայց դրա համար իրենք այդ հարկերը, турքերը, բոլոր իրենց պարտականությունները կատարում են։ Հարցս հետևյալն է, առաջին այդ հարցիս